Կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ, բաց մի թողեք հնարավորությունը ներկա գտնվելու մարտի 26-ին երեկոյան 7:30-ին Փասադենայի AGBU արվեստի կատարողական կենտրոնի սրահում կայանալիք պրեմիերային։ Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաստանի արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Զրույցը իհարկե այսպես կոչված խաղաղության համաձայնագիր անունը ստացած այս իշխանությունների կողմից փաստաթղթի համաձայնեցման ու դրանից հետո գործընթացների մասին է, իսկ իրականում ադրբեջանական մնացած պահանջները Հայաստանի իշխանությունների կողմից ընդունման, որովհետև համաձայնեցման մասին խոսք չկա, կխնդրեմ նախ գնահատեք հենց այդ երևույթը, այդ օրերին արտգործնախարարության հայտարարությունը, առ այն, որ համատեղ հայտարարություններ ակնկալվում, դա չեղավ ու արդեն հաջորդած իրադարձությունները տեղեկատվական գրոհից մինչև Նիկոլ Փաշինյանի ահերսագրեր առ Իլհամ Ալիև ստորագրել փաստաթուղթ։ Տեսեք, մեծ հաշվով որևէ նորություն կամ սենսացիոն նորություն տեղի չի ունեցել այն իմաստով, ինչի մասին տակավին վերջերս եւ կամ վերջին տարիներին միշտ խոսվել է, այսպես ասենք, մասնագիտական հանրույթի կողմից, հա։ Սենսացիոնը բուն նախադեպայինի մեջ է, երբ այսպես ասենք քաղաքական մուրացկանության բարձրագույն դրսևորումն է հիմա մեր աչքի առջև, ցավալիորեն դա Հայաստանի ղեկավարին է առնչվում, այդ մուրալու, հետևից վազելու, խնդրելու, աղաչելու, պաղատելու։ Ինչու հիմա, ինչու այսպես, ինչու այս ֆորմատով, հիմնական առանցքային խնդիրը կայանում է ըստ իս հետևյալում, կա գահավիժող ռեյտինգ իշխանությունների, հասարակության շատ ավելի մեծ ու լայն շերտեր սկսել են հասկանալ, վերջապես հասկանալ, թե ինչ են արել իրենց հետ վերջին տարիների ընթացքում կամ այս վարչախմբի իշխանության գալուց հետո, դեպքերի արագ զարգացումները ընդհանրապես գլոբալ առումով, աշխարհաքաղաքական առումով եւ բնականաբար այդ ռեյտինգի նվազմանը զուգահեռ օրվա վարչախմբի ղեկավարի սահմաններից դուրս ռեյտինգային անկումը կամ ուղղակի այսպես շատ թեթև շպրտել է ողջույնները ճակերտավոր իմ ակնկվող պայմանագրի, որը այդպես էլ չհասկացանք ինչի մասին է, ինչի համար է եւ ուր է տանում, փաթեթավորումների մասին դեռ չեն խոսում, կանդրադառնամ դրան։ Եվ բնականաբար շտապողականությունը արդեն թշնամական դիրքերից, ինչու, որովհետև հասկանում են, որ այն պահին, երբ որ իսկապես հասկացողությունը բարձրանա այն գերագույն մակարդակին, որ մարդիկ ուղղակի ըմբոստանալու են եւ դուրս են գալու փողոց, այստեղ կա շատ հարմար մեկին կորցնելը, հա, մենք շատ ենք խոսել, որ տասնյակ տարիների կամ 100 տարուց ավելի երազանքները նվերը Փաշինյանի, այո, այսօր իր ոտքով, ձեռքով եկել ընկել է իրենց ձեռքը։ Նաև այո, ինչու ոչ, նաև վախը այս կորստյան, որովհետև բնական է, որ փոփոխության արդյունքում պիտի լինեն նոր պայմաններ, ես նախապայմանների մասին դեռ չեմ խոսում, եկեք դրան դեռ չանդրադառնանք, այսինքն ձուկը ջրում բան չանենք, էլի։ Լինելու է լրիվ ուրիշ մթնոլորտ, լինելու են ուրիշ, այսպես ասենք, մոտեցումներ բանակցային առումով, հոգեբանական առումով։ Չի լինելու պարտվածը, պարտված դեպքը։ Պարտվածը, ախր գիտեք, այդ պարտվածի կեց, երբ որ դու պարտվածի կեցվածքով ես նստում բանակցությունների սեղանին, դու ի բնե պարտված ես։ Այո, կա այդ բանը, հա, այդ կորուստը, այդ պարտության այդ զզվելի զգացումը ներքուստ,
բայց դա պիտի ոչ թե վերածվի հաղթողի կեցվածքի բանակցությունների սեղանի շուրջ, այլ արժանապատիվ բանակցողի կեցվածքի պիտի վերածվի։ Սա մեծամտության խնդիրը չի, սա բանակցային նրբություններին, դիվանագիտական նրբություններին տիրապետելու արվեստի մասին է խոսքը գնում, հա, կա այդ հնարավորությունը, կա, փոքր, բայց կա, հա, այդ չի լինի այն պարագայում, երբ որ այսպես ամեն ինչը հանձնելու, զիջելու, տալու, կորցնելու արդյունքում, էլի մենք կմնանք իներտ, այսպես անտարբեր, քաղաքականությամբ չզբաղվող, չմխրճվող, չխորացող եւ այլ օրով ապրող էակներ, հա, որոնք այդ օրն էլ վերջացավ ոչ ֆորս մաժորային, ուրեմն արդեն լավ է։ Պարոն Մելիքյան, այս իշխանությունը մի տեսակ անիրական ինչ որ իր համար ստեղծել է իրականություն, որը կապ չունի գետնի վրա եղած փաստերի հետ։ Այսօր աղքը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն համաձայնեցրել այդ համաձայնագրի ստորագրման վայրն ու ժամկետները, ուղղակի այս հայտարարությունը ծիծաղ է առաջացնում, որովհետև մի երկրի ղեկավար, որը անդադար նոն-ստոպ ռեժիմով Facebook-ում խնդրում է մյուս կողմին գալ համաձայնությունները արդեն պատրաստ են ստորագրել, քննարկումներ սկսել եւ այլն, ու հիմա գալիս է նման հայտարարություն, սա հանրությանը մոլորեցնելու, հանրությանը մանիպուլացնելու այդ քարոզչական հնարքների դաշտում պիտի դիտարկենք։ Այս մարդիկ ինչով են զբաղված, իրենք չեն տեսնում, որ Ադրբեջանը չունի նման ցանկություն ստորագրել որևէ համաձայնագիր, իդեպ արդեն ոչ էլ պայմանագիր, եւ նորանոր պահանջներ են այնտեղից հնչում։ Գիտեք, խնդիրը հենց կայանում է նրանում, որ ամեն անգամ փորձում ես փախնել այդ ցնորքից, ցնդաբանություններից, հիմարաբանությունից, մանկական աստիճանի, մանկամիտ մոտեցումներից, այդ մանիպուլյացիոն խաղերից, այդ puzzle-ը խառնելու եւ իրանց ձևով հավաքելու եւ այլն, այսինքն այն ինչ որ մենք միշտ տեսնում ենք, որ ասվում է հակառակը, արվում է հակառակը, կա երրորդ մոտեցումը, որը երկուսին անտեսում եւ մերժում է, այսինքն այդ խճճված իրավիճակում ամեն տեղ կարմիր թելով անցնում է այդ խաղաղության բերելու փաստարկը։ Ես բերում եմ խաղաղություն։ Իմ օրոք է, որ սա միայն կարող է լինել։ Ես չլինեմ, չի լինի խաղաղություն։ Եվ այլն, այսինքն այդ շատ խորքային մարդկային վախերի վրա ազդելու այդ իմպուլսները ուղարկելու այդ բացասական էներգետիկան տալու առումով անշուշտ վարպետ են, դրան էլ զուգահեռ կիրառելով ամենազզվելի այլանդակ տեխնոլոգիաները ընդհանրապես, որ հնարավոր է պատկերացնել ապազգային մասով, հա։ Հիմա ինչա սա նշանակում, այսինքն չգիտես ինչ նույնիսկ մեկնաբանես, ես չեմ ուզում մեկնաբանեմ այդ ցածրամակարդակ, ցածրորակ իրենից ոչինչ չներկայացնող մոտեցում։ Լավ, հիմա ինչպես է խաբելու այս ժողովրդին, հիմա ինչ եք ուզում արել։ Դուք կհիշեք, այսինքն ընդհանրապես վստահ եմ ընթերցասիրությամբ զբաղվել եք եւ շատ գրքերի միջով եք պատմական կլինի, գեղարվեստական կլինի թեկուզ եւ այլն։ Հիշում եք արդյոք մեկ նախադեպ, որ մի երկրի ղեկավար այսպես ասենք քրտինքը ճակատին, լեզուն դուրս գցած, վազեվազ անի եւ խնդրի մուրա, չոքի, ծնկի ու աղաչի։ Հիշում եք արդյոք այդ դեպքը։ Հիշում եք դուք արդյոք այդպիսի դեպք։ Դա ոչ միայն անի գաղտնի, լավ գոնե փակ արեք, չտեսնենք էլի, որովհետեւ դուք սովորական մարդիկ չեք, թեպետ սովորական մարդկանցից էլ ցածր եք, դուք երկիր եք ներկայացնում ոչ բարով։ Դժբախտաբար դուք խոսում եք նաև ժողովրդի անունից, որի իրավունքը ձեզ ժողովուրդը իր ամբողջական առումով չի տվել։ Դուք այդ մանդատը չունեք, հասկանում, ձեր հոր դուքյանից չեք բերել այդ ամեն ինչը, որ տանեք սենց բախտիկը մաճիկին ասեք, այդ ամեն ինչը կենտրոնացնելով ձեր հիմար գաղափարախոսության մեջ,
որ մենք կերտում ենք նոր իրական ինչ-որ անհասկանալի Հայաստան։ Անհասկանալի ու անմիտ Հայաստանի մասին եք խոսում, չունեք, որ այս ցայտնոտային վիճակով Նիկոլ Փաշինյանը փորձում է առնվազն հայ հասարակության աչքի առջև իրեն ապահովագրել, դե վերջում կասի ժողովուրդ, ես ամեն ինչ արեցի, չստացվեց։ Միանշանակ սա նաև քաղաքական անմեղսունակության խնդիր է, որովհետև իմ պատկերացմամբ, եթե շախմատային առումով դիտարկենք, այստեղ ցայտնոտի եւ ցուկցվանգի մասին է խոսքը գնում, հա։ Ցայտնոտը, եթե շատերը չգիտեն, տերմին որպես ժամանակի մեջ է տեղավորում, այսինքն ժամանակի սղության մեջ է տեղավորում։ Ցուկցվանգը տերմին է, որը մի սխալ անելուց շղթայական բերում է հաջորդ սխալներին եւ ցուկցվանգն ու ցայտնոտը ուղղակիորեն փոխկապակցված են իրար հետ։ Դու չունես ժամանակ, դու պիտի անես, չես կարողանում անես կամ մոտը չի ստացվում ու քո մոտ սկսում է արդեն սխալների շարանը։ Այո, միանշանակ այդ ջղաձգումները գալիս են դրանից։ Ես իհարկե շատ, այսպես ասենք, վատ կանխատեսումներ ունեմ, որովհետև այդ ցուկցվանգի ճանապարհին կարող են այնպիսի ճակատագրական որոշումներ կայացվել, հա, այստեղ երևի թե մնում է միայն ապավինել այդ որոշումները իրականացնողների բանականությանը։ Դուք ինչ նկատի ունեք։ Ես նկատի ունեմ հրահանգը, երբ որ իջեցված է, այդ հրահանգը կատարողի մի քիչ սառնասրտությանը եւ խորանալը եւ հասկանալը, թե ինչ ճակատագրական հանցագործության մասնիկ է ինքը դառնալու։ Այսինքն թիմին պատճառով, որ եթե այո, ԹՊ-ականներին, հրամանը կատարողներին, չգիտեմ, նախարարած դաս կլինի, փոխնախարարած դաս կլինի, համակարգի մասին այն մարդկանց, ովքեր որ ուղղակիորեն մասնակից են այդ process-ներին եւ նաեւ այն մարդկանց, ովքեր կարող էին այդ որոշումները բեկանել, այդ որոշումներին ընդդիմանալ, տալ հակավորոշումները, ցույց տալու համար, բացատրելու համար, որ այս ճանապարհը սխալ է, հետո գոնե հետոյի համար ասել գոնե մենք ասել ենք, բայց մեզ լսող չի եղել, մեզ ականջալուր չեն եղել, խնդրեմ, թղթերը, որտեղ պարզ գրված է, թե մենք ինչեր ենք առաջարկել այս վիճակից դուրս գալու։ Համաձայնագրի ստորագրմանը, թե դրան հաջորդող ամեն ինչին, Մարիանա ջան, գիտեք, այս շղթա է, մեծ շատ երկար շղթա է, ես չեմ ուզում գնամ խորքերից գամ, ինչից սկսվեց եւ ոնց հասավ այս ամեն ինչին։ Ընդհանրապես պետք է ճանապարհին, նույնիսկ եթե ատելի են այդ մարդիկ ձեզ համար, նույնիսկ եթե արմատական ընդդիմություն են այդ մարդիկ ձեր գաղափարներին, ձեր մոտեցումներին, ուղղակի լսեիք այդ մարդկանց, չասեիք, որ մենք այս մարդկանց ասածներն ենք անում, հա, որ ցույց չտայիք ձեր ողջ թշվառությունը, դեր ողջ տկարամտությունը, հա, այդ բանը կա, չէ, մեծամիտ մարդկանց այդ գավառական մոտեցումը կա, որ հանկարծ վայ այնպես չանեմ, իրենք ամեն ինչ գիտեն, այնպես չանեմ, որ հանկարծ ինչ-որ մեկը ինձանից ավելի լավ գիտի ու ավելի լավ է պատկերացնում այդ վիճակը։ Այո, քեզանից ավելի լավ, ի նկատի ունեմ ղեկավարին, քեզանից ավելի լավ իրավիճակը իշխանությանը մնալու 1 օրով, 1 րոպեով, 1 ժամով քո իշխանությունը երկարացնել ոչ ոք չի պատկերացնում, որովհետև դու այդ ճանապարհին խտրականության որևէ խնդիր չես դնում։ Անխտիր կգնաս այն ճանապարհով, որ այո, այդ 1 րոպեն էլ քեզ պահի քեզ աթոռին, հասկանում եք։ Հիմա պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանը լուծում է այդ խնդիրը, որքան հնարավոր է երկար մնալ իր աթոռին։ Այո, միանշանակ, միջև կունենա երաշխիքներ իր հեռացման, ինչու ոչ նաև իր անվտանգության հետ կապված, իր եմ ասում, այդ թիմը թող հասկանա էլի, որ հերթով բոլորին մի հատ այնքան վատ բառ եմ ուզում օգտագործեմ, շատ ներողություն եմ խնդրում մեր հեռուստադիտողից, այդ խուրդելը, որովհետև շատերը կներեք նորից, հա, ես չեմ սիրում այս բառերը ընդհանրապես բերել, բայց կան մարդիկ, որոնք խուրդելը հասկանում են ինչ բան է, այս ինձ հարիր չի իսկապես, բայց արդեն չգիտեմ էլ ինչ լեզվով ասենք, որ այս մարդիկ կարողանան հասկանալ, թե
դες մանրադրամի տեղ ուղակի վաճառելու է, գցելու է, օգտագործելու է շպրտի դուրս, օգտագործելու է շպրտի դուրս։ Միայն իր անձի վրա կենտրոնանալու եւ իր անձի խնդիրը լուծելու։ Սա է ամբողջ հարցը։ Եվ պարոն Մելիքյան, այդ համաձայնագիր կոչվածի այսպես իրավական, նաև դիվանագիտական, նշաձողին եմ ուզում անդրադառնալ։ Սկզբում ասում էին պայմանագիր, հետո պարզվում է համաձայնագիր է, հետո կարող է լինել ինչ-որ հայտարարություն կամ չգիտեմ էլ ինչ։ Բացատրեք մեր լսարանին դրանց տարբերությունը եւ այդ ինչպես ստացվեց, որ հիմա ասում են համաձայնագիր։ Տեսեք, մեծ հաշվով տարբերություն չկա։ Այն իմաստով, որ երկուսն էլ օրենքի պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերի են վերածվելու, հա, մեկը գերադիր չէ մյուսի նկատմամբ։ Երկուսն էլ կարող են լինել միջկառավարական, միջպետական, միջազգային ծիրի մեջ, հա, պայմանագրային առումով, եթե վերցնենք։ Եթե մասնագիտական շատ չեմ ուզենա խորան, որտեղ այդտեղ ոչ մի բան չկա թաքնված, հա։ Կա կարծիք, որ մեկը օրենքի պարտադիր ուժ եւ իրավական հետևանքներ չի առաջացնի, մյուսը կառաջացնի։ Ոչ թե այդպես չի։ Դա ասենք կլասիկ ձևակերպման մեջ է։ Հիմա որպեսի պատկերացնեք, տեսեք, պայմանագիրը կարող է կնքվել երկու կողմերի կամ բազմաթիվ կողմերի միջև։ Հա, օրինակ, վերցնեք ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն treaty է, պայմանագիր է, բազմաթիվ երկրների կողմից ստորագրված։ Արդեն ստորագրության պահից ինքը պարտադիր ուժ ունի եւ պարտադիր վերաբերվում է կողմերին։ Կամ այսպես ասենք, պայմանագրի վերջնական արդյունքը համաձայնությունների ձեռքբերման process-ում գոյացած կոնսենսուսն է։ Հասկանալի եմ ասում։ Հիմա գալով համաձայնագրին, համաձայնագիրը նույն երկու կողմերի միջև պայմանավորվածությունն է, այսինքն փոխկապակցվածությունն եմ ուզում ցույց տալ, հա, պարզապես համաձայնագիրը ուժի մեջ մտնելու մասով անպայման այնտեղ անդրադարձ կա, թե ինչ ընթացակարգով է մտնելու ուժի մեջ, սա է ամբողջ խնդիրը, իրականության մեջ երկուսն էլ իրավազոր են այն իմաստով, հավասարապես են այն իմաստով, որ անգլերեն այդ տերմինը կա legally binding, այսինքն պարտադիր կիրարկման պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերի են իրենք վերածում։ Եթե փորձենք, հա, այդ տերմինաբանությունը շարունակել, կարող է ստացվել, որ օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի մի կերպ ստորագրություն աղերսել Բաքվից, եթե դա համաձայնագիր է, նա կարող է ասել, այնտեղ գրվածը ուժի մեջ է մտնում, մինչև դուք չանեք սա, այսինքն այն բոլոր նախապայմանները, որոնք թվարկում են արդեն իսկ։ Եկեք այդպես ասենք, սկսած դրանից վերջացրած ոչ մասնագիտական, ոչ շատ խորքային շերտերի համար ավելի ընկալելի բառային իմաստով, հա, ինչքան էլ տարօրինակ միգուցե հակագիտական բան եմ ասում դրանով, բայց եկեք ընդունենք, քանի որ վարչախմբի վարքագիծը տարբեր առիթներով եւ տարբեր դրվագներում հենց դրանով է պայմանավորված, որտեղ է այդ խաղի մասը, հա, թեկուզ նույնիսկ վերանանք ամեն ինչից, եկեք չբացառենք նաեւ այն մասը, որը վերաբերում է պայման եւ համաձայնություն բառերին, հա, այստեղ էլ կմանիպուլացնեն։ Այստեղ էլ կասեն, սա պայման էր դնում ու մենք կատարել ենք, ոչ, դա այդպես չի, տեսեք, մենք գնացել ենք համաձայնություն, այսինքն ինքն էլ է համաձայնվել, մենք էլ ենք համաձայն, այս իմաստով։ Հիմա խնդիրը ինչու՞մ է կայանում։ Խնդիրը կայանում է նրանում, որ եթե մարդկանց հիշողությունը իրանց չի դավաճանում, մի քիչ որ հետ գնանք, Կիրանցի դեպքերից դեռ սկսած, ոսկեպարի դեպքերից դեռ սկսած, դրանից առաջ էլ է ասել, տարբեր առիթներով, հարց ու պատասխաններին խորհրդանի, չգիտեմ, ոտքի վրա ինտերվյուներին, գաղափարախոսական ինչ-որ անհասկանալի ջղաձգումներին եւ այլն, ասում էր, հիշում եք, մենք ամեն ինչ անում ենք խաղաղության համար, մենք գնալու ենք այդ քայլերին, դա այո, դրանք ցավոտ են, դժվար են, ծանր են, բայց վերջի վերջո այդ նախկինները այդքան դուխ չունեցան գնան դրան, տեսեք մենք ինչ դուխով տղեկ ենք, որ գնում ենք այս քայլին, դուխով տղեն նախ չի կարգադրի կամ հանձնարարի իր պաշտպանության բանակին, որ
հանգարց չկրակեք, հանգարց չպատասխանեք։ Դա արդեն ուրիշ օպերա է, եկեք հիմա այս պահին դրան շատ չխորանամ այդտեղ, բայց նայեք ինչ էր ասում։ Ասում էր այո, այս ծանր process-ը մենք տանելու ենք, բայց չունենք երաշխիք, որ սա պատերազմ չի բերելու։ Կարող է հաջորդ օրը սկսի այդ պատերազմը։ Հիմա այդ պահեք մտքում, բերեք ուղակի պրոյեկտեք այսօրվա խոսույթի վրա, ինչ է ասում։ Ինքը պատե-պատ է խփում իրան, արդեն 4-րդ թե 5-րդ անգամ է մի հատ էլ անգլերեն է գրել այդ բանը դրսի իր սփորթերների կամ դրսի լսարանի համար, որ տեսեք, ես պատրաստ եմ նույնիսկ այս վիճակում, ինձ ստեղ ժողովուրդը կարող է ուտի, խժռի, բայց ես գնում եմ այդ քայլին, կողքը սեղեք, ինձ պահեք ու ես գնում եմ։ Եվ այդ ամբողջը արվում է էսկալացիայի ֆոնին։ Որ սպառնալիք, կեղծ հաղորդագրություն, կուտակում ավելի հեռար, ոչ թե հենց սահմանի վրա, այդ ամեն ինչը պատրաստվում է, որ հետո տենց էլի պարզ դեմքով, երևի արդեն մի հատ էլ նոր մորուք կաճի այդ ժամանակ ու կասվի ժողովուրդ։ Տեսակ չէ ես ինչ նսեմացուցիչ ճանապարհով էի դա անում։ Ինքս իմ անձը նվաստացրել եմ, կներեք իհարկե, որ նաև խաղացել եմ ձեր ռեպուտացիայի հետ, իմ երկրի, այս ձեր երկրի, որտեղ սա իր երկիրը չի, երկիր ունեցող մարդը չի կարող բացառված է նման ստոր քայլերի գնա, հասկանում եք, բայց դե տեսակ ինքը չստացվեց եւ ինքը սկսեց այդ պատերազմը։ Պատերազմն էլ գիտեք այնպիսի բան է ու ուտեղ մի հատ այնց գրքեր կարա գրվի, որ ի վիճակի չենք, էս ենք, որովհետեւ մութ ուժեր են կանգնած իրանց հետևին, անշուշտ Թուրքիայի անունը չի տա, բայց ինչ որ տարբեր անուններ կարող է տա, տարբեր երկրներ ինչ որ հիշի մոլորակի վրա դաշնակից չունենք, մեզ բոլորը էսպես, թե այնպես եւ այլն, դե բայց ես չէ որ արեցի, չէ, բայց հիշում եք Կիրանցը, ես դες ասում եի, այսօրվա համար էի ասում։ Ինչքան ես անկեղծ եմ ու ինչքան Ալիևը կեղծավոր է։ Այս թատրոնը, այս մանկապարտեզային, որ արդեն դու չես կարելի ֆրանսներ։ Աշին փրկելու մենք տեսնում ենք շոուներ։ Եթե կա ուրիշ արգումենտ, խնդրեմ թող իրանք այդ ուրիշ արգումենտը, էլ չասեմ են առողջապահության նախկին նախարարը հիմա տենց այդ գրառումները, այդ ատելությունը ժողովրդի նկատմամբ, այս ատելությունը ժողովրդի մի մասի նկատմամբ, լավ դուք, այսինքն այդ ինչ ուղեղ է ձեր մեջ դրա, դու ինչքան պիտի այդ Արցախցուն ատես, դու ինչքան պիտի քո քրոջն ու եղբորը ատես, երբ որ տակավին ոչ վաղ, այսպես ասենք, անցյալում դու ինքդ ես քո շուրթերով հնչեցներ մեր եղբայրները, մեր քույրերը եւ այլն։ Դուք գնացել հաց եք կերել այդ մարդկանց տներում, այդ մարդկանց ձեռքից։ Դուք այդ մարդկանց վստահեցրել եք, որ իրենց կողքին եք լինելու։ Այդ ինչ հասկանում եք ուր ենք հասել, որ արցախցիների վերադարձի հարցը Հայաստան, Ադրբեջան օրվա այսօրվա իշխանություն օրակարգի մեջ չի կարող լինել։ Իրեն ասում են, այսինքն հələ մի վարքյան են, ասում են ոնց չի կա, այսինքն ասում են տենց։ Այդ տենցը հասկանում եք այն բանն է, էլի ոնց ուզենք, ինչ ուզենք կանենք, որովհետև դուք ով եք ընդհանրապես ժողովուրդ, այդ ինչ պետք է անեք, որ տենց ենք որոշել, տենց ենք անում, այդ տենցով բերեցիք, հասցրեցիք այսօրվան։ Պարոն Մելիքյան, եւ մի հարց էլ այդ այսպես կոչված համաձայնագիրը գաղտնի է պահվում հայ հասարակությունից, հայ ժողովրդից, որը իբրև թե դրա շահառուն է, որի համար ստորագրում են կամ ուզում են ստորագրել այդ փաստաթուղթը։ Աղքա այսօր հայտարարել է, որ դրա բովանդակությունը մեր հանրությանը հայտնի է եւ տեքստի մանրամասները կհրապարակվեն միայն ստորագրելուց հետո։ Հիմա ինչ են թաքցնում, արդյոք մենք ունենք հիմնավոր կասկած, որ այդտեղ նշված 17 կետերից բացի միգուցե կան գաղտնի հավելվածներ, այլ պարտավորություններ, որոնք այս իշխանությունը վախենում է հրապարակել։ Չէ, նախ եկեք պայմանավորենք, որ պարտավորությունները արդեն վերցրել են։ Ըստ իրավիճակի, լարված, մեղմ, հանգիստ, անտարբեր, ես հիմնականում ունեմ ներհայաստանյան իրավիճակ, որտեղ Ալիևը բացարձակ չի մտածում իր ադրբեջանական իրավիճակը, ինքը սիտուացիայի տերն է,
ամբողջ սիտուացիան կոնտրոլը իր ձեռքերում է։ Պատմական պահն է իր պատմական պահն է, բայց պատմությունն էլ գիտի էլի, տենց քեզ հանել դնել գագաթին, հետո մի հատ այնց գլխից տալ ու գահավիժեցնել ներքև, տենց դեպքեր էլ ենք ունեցել։ Ինքը հիմա այդ էյֆորիայի մեջ իրեն թողենք իր էյֆորիաների մեջ թող ապրի։ Այդ կետերը, ինչ որ հիմա բարձրացնում են, դա նորություն չի, որովհետև երբեք հայկական կողմը չի հնչեցրել, որ մենք շոկի մեջ ենք։ Այս լրիվ նոր մոտեցում է, որ մենք պիտի վերանայենք մեր մոտեցումները, մեր դիրքորոշումները եւ այլն։ Գտեք գեթ մեկ խոսք տար նախադասություն, այն պահանջները, որ հնչեցվում են Բաքվից, որ ինչ որ ձևով արտաբերվել է, սա նորություն է, Հայաստանը կանգնեցնում է, չի քննարկվել, հետևաբար այս հարցը մենք պիտի փորձենք հասկանալ սա ինչ նոր բան է։ Այսինքն ի սկզբանե մի ամբողջ ցուցակ պահանջների դրվել է սրանց առջև։ Այդ պահանջները նայել են, տվել են իրենց, գիտեք ինչ ձևով, այն կնիքներով, ուրախության, ջերմության, իհարկե, մի հատ էլ կուզեք ձեռքներդ համբուրենք, անելու ենք, իհարկե, բայց մեզ պիտի ժամանակ տակ, մեզ պիտի ժամանակ տակ, որովհետև սա մենք պիտի կերակրենք ինչ-որ ձևով մեր հասարակությանը, որովհետև adekvat իրավիճակների մեջ այդ կետերից ցանկացածը բերելու էր ավելի մեծ ընդվզում, քան նախորդը, այդպես է առաջին հայացքից։ Բայց քանի որ այդ կերակրելու այդ սուտ ու կեղծ մանիպուլյացիաների շնորհիվ դեռ հնարավոր է լայն զանգվածների որոշակի, այսպես ասենք, բանի մեջ պահել, զսպելը այն չի, քիչ անտեսման, զոմբիացման, անտարբեր կարգավիճակի, հոգնածություն բերելու, որ հոգնել ենք, զզվել ենք արդեն ամեն ինչից եւ այլն, ապատիկ եւ այդ հզոր անհասկանալի արտահայտությունը քաղաքականություն մի բերեք ներս, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ախր սիրելիներս շատ տրիվիալ է, շատ պարզ է, շատ հստակ է, դուք չեք զբաղվում, քաղաքականությունը ձեզնով զբաղվում է ամենօրյա ռեժիմով, դուք պարզապես ձեզ դարձնում են գործիք, էլեմենտ մանիպուլյացիայի համար, որպեսզի կարողանան շեղելով լրիվ ուրիշ օրակարգեր ներս բերելով, կրթությունը նորաձև սարքելով, աչ ու ձախ այդ կեղտերը, կոմպրոմատները, զզվելի ամենաայլանդակ մարդկանց անձնական կյանքի մեջ մտնելու, այդ զզվելի այդ ամեն ինչը թողնելու, հասարակությանը կենտրոնացնել են սկանդալասեր հասարակությանը, եկեք համաձայնվեք, հայերն էլ զերծ չեն այդ ամեն ինչից սիրում են, հա, այդ տենց նաև նույնիսկ թևավոր խոսք է, չէ, ամբողջ քաղաքը խոսում է սրա մասին, բայց մի օրվա կյանք են ունենում, մի օրվա 24 ժամ են, հիմա արդեն 12 ժամյա կտրված կա, դրա համար ավելի ինտենսիվացել են այդ վիդեո ռիլերը, այդ կարճ ինչ-որ այսպես իմպուլսները, ալիքները տալու մարդկանց ուղեղներին եւ այլն, հասկանում եք, այդ կա, եւ խնդիրն էլ հենց այդտեղ է թաքնված, այդ խոստումը ինքը մենակ Ալիևին չի տվել։ Ինքը դրա համար նրանք ովքեր որ պիտի խառնվեին նույնիսկ փորձեին իրավիճակի վրա որոշակի ազդեցություն ունենալ կամ լռում են կամ փորձում են ճարահայտել գնալ որտեվ ինքը ասել է մի խանգարեք ես խոսում եմ չմտնեք մեր մեջտեղը չեմ ուզում այսինքն սա ամենավատ հնարավոր, ամենաբացասական հնարավոր որոշումներ այս լարված իրավիճակում բերել երկկողմ դաշտ։ Արբիտրի բացակայության դաշտ։ Հասկանում եք, դուք հիշում եք, չէ, հայ-թուրքական մերձեցման առաջին փորձը, ֆուտբոլային դիվանագիտությունը։ Դուք հիշում եք ստորագրման պահին քանի հոգի քանի երկիր միավոր կանգնած էր ստորագրողների մեջքի ետևում։ Դրանցից ցանկացածը եւ յուրաքանչյուրը իր երաշխիքի բաժինը պիտի ունենար, այս շահառուներից մեկը պիտի լիներ նաեւ այդ երկկողմ բանի, process-ի։ Հիմա դուք պայմանավորվել եք, ձեզ թվում է այդ ողջունող այդ շարքը պետությունների, որ ձեր դեսպանները այդպես առույգ եւ ակտիվացած վազվզում են դռները
նախարարությունների տարբեր երկրների եւ աղերսում են այդ ողջունելու հայտը դες թվում է իրանք դες պիտի գան շարքով կանգնեն ձեր ետևում վաղը Աստված մի արած թե բախում լինի էսկալացիա լինի եւ պատերազմ լինի դուք կհետևեք թե այդ երկրները նույն ողջունող երկրները իրենց ոնց են պահելու դա մենք տեսել ենք հասկանում եք ռեալ տեսել ենք 44 օրյա ռեժիմով ենք տեսել այդ ամեն ինչը իսկ աշխարհը շատ արագ է փոխվում այո Ալիևը կարող է օգտվել այդ հնարավորությունից որովհետեւ այս խառը իրավիճակում նիդավասնա լինելու հա ինչ որ մի շարժ կլինի հետո կսկսեն փորփրել հասկանալ վերլուծել հետո առաջ պահել եւ այլն եւ այլն նաեւ էսկալացիայի հնարավորությունը բացի այդ հնարավորությունը երբեք չի կարելի բացառել այդ հնարավորությունը միշտ էլ լինելու է հասկանում եք եւ այնպես չի որ միշտ չի եղել Պարզապես քո կանխարգելիչ հնարավորությունները կանխարգելիչ զինանոցը այնքան մեծ պիտի լինի Դա հենց քո դիվանագիտությունն է, որ պատերազմ չկա, կա դիվանագիտություն, դա քո դիվանագիտական աշխատանքն է։ Մայրաքաղաքներում, անհատների հետ, լոբիստական կառույցների հետ եւ այլն շատ է, լայն է այդ դաշտը։ Բայց այդ դաշտից պիտի մի քիչ հասկանաս։ Դուք նաեւ դաշտում ինչը որտեղ է օգտագործում, էլի տանկով չես կարող մտնել ջրերի մեջ, ոչ էլ նավով սարեր բարձրանալ, էլի շատ պարզ լոգիկա է։ Նաեւ դիտարկում արիք նրա հրահանգին իբրև թե զինված ուժերին ուղված չկրակել, պահել հրադադարի ռեժիմը։ Սա մի կողմից էլ ինչ որ անհեթեթություն չէ, եթե դու հերքում ես ասում ես նման բան չի եղել, ինչը նշանակում հայտարարել նման հրահանգ չկա, այսինքն դու սլակները ուղում ես բանակի վրա։ Չէ, դու ավելի ես լարում Բաքվին դրանով։ Դու ավելի ֆորա ես տալիս իրան, ավելի հնարավորություն ես տալիս այդ ռետորաբանությունը ավելի բարձրացնելու։ Այլապես եթե նույնիսկ կա այդպիսի բան, դու ինչ իրավունք ունես դրա մասին բարձրաձայն հնչեցնել։ Ինչ իրավունք ունես։ Այս աշխարհում որտեղ ոչ մեկին չի հավատում ու ոչ մեկին չի վստահում։ Այդ ինչ տենց բաների մեջ եք ընկել, որ տեսեք, ես ասել եմ, կուզեք ես այդ գաղտնի հրամանն էլ կհանեմ, կհրապարակեմ։ Ժողովուրդ, ես անում եմ սա խախտելով ամեն ինչ, բայց պիտի հրապարակեմ այս գաղտնի հրաման, որ դուք տեսնեք, որ մենք իսկապես չենք կրակել։ Մի հատ էլ մամա-պապայի երթում կերեք, այդ հոսարևը ոչ ոք չի մոռացել, էլի, այսինքն։ Այս աստիճանի է մեր իրավիճակը, այսքան շրիշակից ցածր ենք իջել, հասկանում եք, երբ որ մարդը անում է քայլեր, չգիտակցելով, որ ինքը մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ երկիր է ներկայացնում։ Ուղղակիորեն զզվելի խարդախ ձևով խաղում է այդ ժողովրդի ռեպուտացիայի հետ։ Հասկանում եք, այս ժողովուրդը աշխարհում լրջագույն ռեպուտացիա ունեցող ժողովուրդ է։ Փաստ Կոսփյուրքյան բոլոր կենտրոններն ու համայնքները մինչև հիմա կենսունակ են, դուք նույնիսկ այդ կենսունակությունն եք փորձում ջարդել, որ հանկարծ որևէ մեկը ձեր գարշելի ծրագրերում ձեզ չխանգարի։ Փաստ թե ինչ դուք մտեք այդ երկրները եւ հարցրեք ղեկավարներից սկսած միջև սովորական մարդիկ, թե ոնց են ընդհանրապես հայերին վերաբերվում։ Դա բան է, հասկանում եք, դու նվաճել ես դա։ Դա քո ապրելակերպն է եղել, կենսակերպն է եղել, դա քո անկեղծությունն է եղել, քո նվիրվածությունն է եղել։ Չկեղտոտել են ուտելիքը, որը դու կերել ես, հասկանում եք, այս է ամբողջ հարցը։ Այդ մարդիկ այդպես են ապրել, եսի նկատի ունեմ Սփյուռքի մեր դասական Սփյուռքի մեր քույրերին եւ եղբայրներին, եւ նաեւ ինչու ոչ նորաստեղծ տարբեր այսպես բջիջների այնտեղ շատերը կան, որ բացարձակապես նման հավակնություն չեն կարող ունենալ քույր կամ եղբայր լինելու, որովհետև իրենք շատ ավելի դավաճան են, քան դավաճան պատկերացրածը, որովհետև իրենք են հենց այդ ականները դնողը, այդ դասականը պայթեցնելու։ Ինչու, որովհետև պիտի ինքնահաստատվեն, բացում ես այդ ինքնահաստատվողների կենսագրությունը, այնքան բան ես տեսնում մեջը, որ մենակ այդ կենսագրություն ունեցողը կարա գնա այդ ինքնահաստատման ճանապարհով, հասկանում եք։ Եվ այս իմաստով դուք այո խաղում եք մի ամբողջ ժողովրդի արդեն, հələ Հայաստանն էլ ասենք հասկացել ենք շատ մի ամբողջ ժողովրդի, 10+ միլիոն ժողովրդի տասնյակ տարիներով ցեմենտավորված, կարծրացած ռեպուտացիայի հետ։ Այդ մարդկանց սկսում են ուրիշ աչքով նայել, հասկանում եք։ Ու արդեն 7 տարի։ Նսեմանալու, ստորանալու, ստորակարշ այդ պահվածքը, ավելի ստորակարշ պահված, քան տենց heavy վազել ու խնդրելը,
չզարմանաք հանկարծ որ ինչ-որ մի հատ բլանկ մեկ էլ սարքեն, այդ ստորագրությունը դնեն, ֆաքսով ուղարկեն Բաքու, ասեն մենք ստորագրենք, ամբողջ աշխարհին ուղարկեն, ասեն հեսա իմ ստորագրությունը ես դրեցի։ Գնացեք իրան համոզեք, թող գա ստորագրի, որովհետև դուք ողջունել եք, չէ։ Հիմա ես ինչ անեմ, այդ մարդը ասեց, որ կստորագրենք ու ինքը չի ստորագրում։ Այս իրավիճակում ոչ մի բան էլ չեք ստորագրի։ Նույնիսկ այս ամեն ինչից հետո թեական եթե վերցնենք, որ ստորագրվել է այդ թուղթը ոչ մի բան իրանից չի ներկայացնելու, շատ պարզ պատճառով, որովհետև էլի գալիս ենք այն նույն շղթային, որովհետև դու տարիներ առաջ տվել ես խոստումներդ, որ անելու ես, խաբել ես նաև այդ մարդկանց, պարզ խաբել ես, հա, որովհետև երբ որ դու տալիս ես խոստումներ, դու պիտի ներհասարակական ֆունդամենտալ այնքան բան ունենաս, պատժերշկա ունենաս, աջակցություն ունենաս, որ դու գնաս այդ քայլին։ Սա լեգիտիմացման արդեն լուրջ խնդիր է առաջացնելու, որովհետև ես չեմ պատկերացնում մեր հասարակության մեջ նորմալ, դատող, մտածող, հասկացող, նույնիսկ որոշակիորեն չասեմ օրվա իշխանություններին աջակցող, բայց նույնիսկ օրվա իշխանությունների որոշակի նարատիվը սեպենք ռուսական ուղղվածության հետ կապված, պարսկական ուղղվածության հետ կապված եւ իրենց անհամաձայնությունը հայտնածները, նույնիսկ այդ տեսեք ինչ եմ ասում, նույնիսկ իրենք ես չեմ կարծում, որ պատրաստ են մտնել բանանել, աջակցել, իրենց աջակցությունը հայտնել, հենք հանդիսանալ, որպեսզի այս մարդը կատարի այդ լեգիտիմ քայլը։ Դա վերաբերվում է միայն իրեն, այդ ԿՊ-ի խմբակին, որովհետև հանրային աջակցություն ուղղակի չունի այս մարդը եւ այդ աջակցության փշրանքները օր-օրի ավելի են նոսրանում։ Ավելի են նոսրանում, այո, ճիշտ եք։ Միգուցե մեզ մոտ այդ բանը կա, չէ, որ երբեք Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվել եւ այլն, հա, այս բանը ասում են, բայց գիտեք, միշտ կա այսպես այն դասագրքային ճշմարտությունից որոշակի դուրս ճշմարտությունը, տեսականից որոշակի դուրս ճշմարտությունը։ Այդ ճշմարտությունը հենց այդ համբերության բաժակն է։ Հիմա մի անգամից հարց կտակ, ասեք, որ բլավ էլ է հակագիտական, այո, հակագիտականը, բայց բնությունը նաև ունի իր որոշակի օրենքները, այդ անգլերեն ասած այդ enough is enough-ը հերիք է, վերջ լծվեց, այո, իմ խորին համոզմամբ այդ բաժակը լծվել, այդ բաժակը թափվում է արդեն։ Իր թիմն է այսօր, որ կարող է ինչ-որ բան, հա, քայլ անել ընդդեմ այդ որոշումների եւ գիտակցել ու չմտնել այդ ամբողջ ծանր պատասխանատվության ու հանցանքի տակ, ինչին իրենց տանում է այդ անձը։ Յուրաքանչյուր ԿՊ-ական պիտի լավ հասկանա, որ ինքը այս ամեն ինչով եւ արկածախնդրության խնդիրը չի։ Ինքը այս ամեն ինչով վավերացնում է այն ինչ որ անում է իրենց ղեկավարը։ Իրենք ուղղակիորեն դառնում են հանցակից, ուղղակիորեն դառնում են մեղսակից, ուղղակիորեն դառնում են պատասխանատու այս ամեն ինչի։ Իրենք թող մտածեն, իրենք սա բացարձակապես ոչ սպառնալիք է, սա բացարձակապես ոչ հոխորտանք է, բացարձակապես սա պարզ տրամաբանություն է, բանական տրամադրություն է, որ յուրաքանչյուրը առանց մյուսի հետ ոչ թե աղջի արի քեզ մի բան ասեմ, ապեր հələ արի մի հատ հասկան, տենց բան չկա։ Կենտրոնացեք մի հատ ձեր մեջ, եթե մնացել է այդ հայկականությունը ձեր մեջ, եթե մնացել է ապագայի նկատմամբ ինչ որ ձևով այն նշույլը, որ կարելի է ինչ-որ մի բան շտկել, մի հատ մտածեք, թե ինչ խոշոր ու մեծ բերի մեղսակցության, պատասխանատվության տակ եք դուք մտնում ձեր այս պահվածքով, ձեր աջակցությամբ։ Իրենց համար սա երևի բացարձակ նշանակություն չունեցող է, այդ իրենց խնդիրն է։ Մեր խնդիրը միշտ եղել է զգուշացնելը եւ ահազանգնելը։ Հետո չասեք, բա չէիք ասում, բա գիտեիք, բա պահել էիք, ում համար էիք պահել։ Ոչ մի բան չենք պահել, ամեն ինչի մասին բարձրաձայն խոսել ենք, ցույց ենք տվել ճանապարհները, ցույց ենք տվել լուծումները, ցույց ենք տվել ծրագրերը, ցույց ենք տվել օրակարգերը։ Եթե ասողին լսող չկա, այդ պարագայում ամբողջական մեղքը
100%-անոց ընկնում է չլսողի վրա, ոչ թե ասողի վրա, մանավանդ երբ ասողի ասացները, երբ ասողի նախազգուշացումները որոշ ժամանակ հետո դառնում են ցավալի իրականություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։